Կանայք հավանաբար դեմ չէին լինի տարվա բոլոր օրերին ծաղիկներ նվեր ստանալ, բայց ծաղիկների պահանջարկը Հայաստանում աճում է հատկապես մարտի 8-ից ապրիլի 7-ը։ Երևանում Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գործող ծաղկի մանրամեծածաղ շուկայում էլ աշխատանքն այս օրերին եռում է։ Շուկան սովորաբար բաց է ամեն օր երեկոյան ժամը 21:00-ից մինչև կեսգիշերին մոտ։ Ծաղիկներ, ծաղկային ձևավորման եւ նվերների փաթեթավորման պարագաներ գնելու համար շուկա են գալիս թե վերավաճառողները, թե անհատները։ Արարատի, Գեղարքունիքի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում հիմնած ջերմոցներում են վաճառողներն աճեցնում ծաղիկները։ Բոլոր տոնական օրերին, բայց հատկապես կանանց միամսյակին շուկան սովորականից ավելի մարդաշատ է դառնում։ Արմենիա Թդեյը շուկայում վաճառողներից եւ գնորդներից փորձել է հասկանալ, թե որոնք են այս օրերին ամենապահանջված ծաղիկները եւ արդյոք նախորդ տարվա, ինչպես նաեւ տարվա մյուս ամիսների հետ համեմատած, տոնական օրերին ծաղիկների գները աճում են թե նվազում։ Նույն գինն է։ Որ ծաղիկներն են այսօր ամենաշատը պահանջված։ Ամենաշատը կակաշները։ Իսկ այս միամսյակին առևտրի տարբերություն զգում եք։ Միամսյակին մի թեթև անցած տարվանից թույլ էր, բայց նորմալ է։ Նախ շնորհավորում եմ բոլորի միամսյակը։ Ես էլ ձեզ կներեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ծաղկի խանութ ունեմ, սիմվոլիկ փնջեր սարքելու համար, զամբյուղներ սարքելու համար, օգտվում եմ բոլորից։ Հաճախ եք այս շուկայից։ Հա, իհարկե, 3 օրում ենք անպայման։ Շուկայում ծաղիկի գները նվազել են թե աճել նախորդ տարվա համեմատ։ Ճիշտն ասած, նախորդ տարվա համեմատ գներից տեղյակ չեմ, բայց համեմատաբար շատ լավ է։ Իսկ ծաղիկներ շատ են գնում, հատկապես այս միամսյակին։ Հատկապես շատ։ Իսկ դուք կանանց որ ծաղիկների հետ կնմանեցնեք։ Հենց էս։ Ու փնջայինները, տեսեք իրանք ինչքան սիր ունեն։ Բոլորին երջանկություն եմ մաղթում, շատ սեր ունենան ու ծաղիկների պես գեղեցիկ լինեն։ Կակաշները հիմնականում, ֆրեզիաները։ Իսկ հիմնականում այն ծաղիկները, որոնք որ ռանուկուլուսներն են լավ աճառվում։ Ու արդերը։ Այս միամսյակի ընթացքում ավելի լավ է առևտուրը։ Հիմնականում ստաբիլ տոներին մի քիչ ավելի թանկ են լինում։ Իսկ ամբողջ տարվա ընթացքում բացառապես ձմեռվա ամիսները էլ, եթե չհաշվենք, հիմնականում ծաղիկի գները ցածր են տեղական շուկայում։ Եթե չկա արտահանում, էլի։ Եթե որ արտահանում չկար մի որոշ ժամանակ առաջ անցած տարի ամռանը, ծաղիկների գները կատաստրոֆիկ էժան էին, բայց տոներին թանկ են լինում միշտ։ Դուք կանանց որ ծաղիկների հետ կնմանեցնեք։ Դե ամեն մարդու մի ծաղիկ կա ընդհանրապես դուր գալի, այն ծաղիկների հետ կնմանացնեն, որոնց որ լավ հոտ է գալիս, անուշաբույր է, ավելի նուրբ։ Թանկանում են, այո։ Ծաղիկները լիմոնիումներ են, պատրաստում ենք եւս գնումներ կատարել, որպեսզի մեր ձևավորումը հասցնենք բուն նպատակին։ Հաճախ ենք օգտվում, շատ հաճելի է, ամեն օր գրեթե այստեղ ենք։ Գները գոհացնում են գնորդին։ Երբեմն տատանումները լինում են, որ շատ մեծ ծավալով են լինում, բայց ամեն դեպքում օգտվում ենք ու գոհ ենք։ Գարնանային բաթերն են, գարնանային ծաղիկներ են։ Իսկ այս տարի եւ անցյալ տարի գների տարբերություն կա ծաղիկների մեջ։ Լինում է տարբերություն։ Այս վաղ։ Իսկ այս միամսյակում առևտրի տարբերություն զգում եք։ Այսինքն լավ, վատ։ Այո։ Նորմալ է։ Նես չի որ շատ լավ է, նեցը չի որ շատ վատ է։ Որտեղ են ծաղիկները աճեցրել։ Մղջան կոնկրետ այս ծաղիկները։ Օրինակ ես սրանց գինը խնդրում եմ, կասեք Կերբերաների։ 4000 է այս բան։ Համ դիզայներ եմ, համ ֆլորիստ եմ, այո, շատ հաճախ եմ օգտվում։ Գները հարմար են։ Այո, շատ։ 2%։ Մարդիկ գազ են օգտագործում ջերմոցները, թանկ է գազը։ Մարդիկ պետք է ծախեն, կարենան ծախեն։ Всё, էլ ուրիշ բան չկա։ Լավ է, նորմալ է։ Գոհ ենք։ Կանանց ինչ ծաղիկների հետ կհամեմատեք։ Ես կհամեմատեմ արխիդեայի հետ։ Ինչու։ Հիմնական վաճառքը լինում է ամսի 7-ին, դրանից հետո արդեն կամաց վաճառքը գնում է դեպի նվազում։ Կոնկրետ մի ամսյակի ընթացքում գները պահպանվում են, իսկ ընդհանուր վաճառքի ընթացքում տարբեր են լինում։ Անցած տարի համեմատաբար ավելի լավ էր։ Տես բարձր կակաշները 9000 դրամ են, դրանք 2020 հատ։ Բոլորը 20 հատով են։ Սոխուկները ես ներմուծում եմ ու աճեցնում եմ։